Պարոն Փաշինյան, ինչպես դուք եք սիրում ասել, ըստ օդում կախված լուրերի համաձայն, դուք բավականաչափ զայրացել եք, այնքան եք զայրացել, երբ համացանցում տեսել եք ազգային անվտանգության ծառայության աշխատակցի գլխավերևի տեսախցիկի արձանագրությունը, երբ Ռոբերտ Քոչարյանը փորձում է երկրից գնալ, այնքան եք զայրացել դա տեսնելով եւ լինելով պետականամետ մարդ, ծառայողական քննության անհրաժեշտություն եք տեսել, որպեսզի հասկանալի լինի, թե ինչպես է Անդրանիկ Սիմոնյանը թույլ տվել, որ այդ տեսանյութը հայտնվի համացանցում։ Ընտրություններից առաջ դատախազությունը հայտարարեց, որ Հայաստան Դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանի գույքը ապօրինի է եւ մինչ օրս որևէ գործընթաց չենք տեսնում։ Ինչու է հապաղում դատախազությունը։ Միգուցե Աղվան Վարդանյանը մանկատներ եւ ծերանոցներ է թալանել, որ հարստացել է, լինելով սոցիալնախարար։ Եվ ինչով է պայմանավորված, որ դուք, օրինակ Աղվան Վարդանյանի նման ներողություն, պատգամավորը, որը 2018 թվականին միակն էր, որ ձեր օգտին չքվեարկեց, դուք իր նկատմամբ որոշակի ձեր իշխանությունը, որոշակի այսպես կարծես թե վերապահումով է մոտենում, բայց շարքային քաղաքացին, որը դժգոհել է ձեզնից եւ այդ դժգոհությունից ելնելով չի ընտրել ձեզ, անվանում եք կաշառակեր եւ պատրաստվում եք նրան բանտ նետել։ Շնորհակալ եմ։ Ճիշտ ասած, բան չհասկացա ձեր հարցերից։ Կարծում եմ չեք կարող ինձ օգնել, որովհետեւ եթե օգնեիք, հարց կտայիք, որին պատասխանի։ Դե ինչ կապ ունի դատախազությունը, ինչ հայտարարեց, ինչ կապ ունի իմ շատ լավ հայտարարելա, գնացեք դատախազությանը հարցրեք, ես ինչ կապ ունեմ դրա հետ։ Ես ասում եմ, ցանկացած մենք իմ հանձնարարությունը չի վերաբերվում անձի, իմ հանձնարարությունը վերաբերվում է բոլորին, ովքեր ունեն ապօրինի գույք, պետքա վերադարձվի, հատիկ ու հատուկ, մինչև վերջին բոթասը պետքա վերադարձվի, էսա, դա ընդ որում դա հանձնարարություն չի, դա ժողովրդի արտահայտած կամքն է, հիմի Աղվան Վարդանյանը, M1-ը, ինձ համար ինչ տարբերություն, ինչ վերաբերվում է ձեր առաջին հարցին, այդ հարցն էլ ճիշտն ասած չհասկացա։ Եթե հարցն էր ծառայողական քննություն նշանակել եմ թե չէ, ոչ, չեմ նշանակել։ Եթե հարցն էր զայրացել եմ թե ոչ, ինչի մասին պետքա ծառայողական քննություն նշանակել։ Ինչի պետք է զայրացնի, բայց։ Ինձ զայրացնում է, չհասկացա, այդ որ ձեր լրատվամիջոցներում հայտնվում է, այդ կարա, որ ուրիշ լրատվամիջոցում է։ Ոչ։ Այդ ձեր լրատվամիջոցներում հայտնվածի հետ կապված կարծեմ ոչ միայն ծառայողական քննություն, այլև քրեական գործ կա։ Ածա աշխատակիցը կարա որոշի ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի, ինչ խնդրեմ կա դե։ Այսինքն իր տիրապետած ինֆորմացիանը կուզի արտահոսի, կուզի չի արտահոսի, ինչ խնդիր կա դե։ Այն իրավասու անձինք, ովքեր ունեն իրավասություն դա այդ որոշումները կայացնելու, կարան կայացնեն։ Երբ որ այդ որոշումը կայացնեն մարդիկ, որոնք դրանք իրավասությունը չունեն եւ հասանելիություն չունեն, դա արդեն օրենքի խախտում է։ Նույնիսկ ես ընդհանրապես չեմ տեսել դուք ինչի մասին եք խոսում։ Շնորհակալություն, հաջորդ հարց Անլայնային։ Պարոն վարչապետ, Արմեն Գրիգորյանի եւ Հաջիևի հանդիպման հետ կապված, եթե մանրամասներ կարելի է ասեք ինչի մասին էր այդ հանդիպումը, ինչ որ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերվել են թե ոչ, ու նաեւ 21 թվականի ընտրությունների հետ կապված բարբերաբար ասում եք, որ ընտրակաշառքի գործով ոչ մեկը չի նստել, հետաքրքիր է դա համարում եք կամ համարելու եք հետևանքի արժանի արարք ու եթե այո, ինչ հետևանք կլինի։ Ես համարում եմ, որ այս ընտրություններում ընտրակաշառք այդպիսի լայն ցանցագործել, այդ թվում դրա հետևանքն է, որ ժամանակին այդ անողները չեն պատժվել։ Միանշանակ եւ աներկա եւ սրան պետքա տրվի գնահատական։ Առնվազն քաղաքական գնահատական ես կտամ, իրավական գնահատականների մասին իրավաբանները իրենք կգնահատեն եւ իրավական համակարգը ինքը պետքա գնահատի, բայց ակնհայտ է, որտեղ մենք ունենք դատաիրավական համակարգի ճգնաժամ եւ այդ ճգնաժամը պետքա որևէ ձևով լուծվի։ Չի բացառվում, նաև գնանք հասնենք անհատական մակարդակի պատասխանատվությամբ, հասկանանք ով ինչ որոշում է կայացրել եւ ինչու։ Եվ ինչ վերաբերվում է Գրիգորյանի եւ Հաջիևի հանդիպմանը, դե ազգային ժողովում երեք այդքան մանրամասն խոսել եմ, կարծում եմ նոր բան չկա ասելու։ Շատ կարևորում եմ հանդիպումը, շատ կարևորում եմ նաև որ
հանդիպում տեղի ունեցել Հայաստանում, այսինքն մեր տարածաշրջանում եւ ոչ թե տարածաշրջանից դուրս, ինչը նշանակում է խաղաղության գործընթացի ուղղությամբ մենք գնում ենք առաջ։ Եվ կառավարում ենք բոլոր այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ, մասնավորապես այն ռիսկերը, ինչի մասին երեք ազգային ժողովի ամբիոնից խոսեցի։ Ես հիմա չեմ կարող այդպիսի հայտարարություններ անել, ես հիմա թեման նոր սկսել եմ ուսումնասիրեմ եւ հետեւություններ կանեմ։ Շնորհակալություն, Ազատ։ Պարոն վարչապետ, ուզում եմ նշեք Հաջիևի եւ Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման նախաձեռնությունը Հայաստանին է եղել թե Բաքվին։ Դուք երեք ասացիք, որ այդ հանդիպման ընթացքում այդ հանդիպումը նաև միտված է եղել կառավարելու պատերազմի հնարավոր ռիսկերը։ Ինչու էին առաջացել պատերազմի ռիսկեր, որը կառավարելու անհրաժեշտություն էր նաև այդ հանդիպումը, անհրաժեշտության համար էր այդ հանդիպումը։ Ձեր հայտարարություններից երեկվա ազգային ժողովից տեւության հասկացվեց, որ այդ հանդիպման օրակարգը եղել է Հայաստանի նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ընտրությունները եւ ընտրությունների արդյունքները, նաև եթե ճիշտ ենք հասկացել, ասեք, եթե ոչ ուղղեք, որ այդ հանդիպման ընթացքում Հայաստանի դիրքորոշումը եղել է այն, որ այն կես միլիոնից ավելի քաղաքացին, որ ձայն է տվել ընդդիմությանը, իր ընտրությունը կատարել է ընտրակաշառքով եւ դա ամենևին ձեր ասած այդ Ղարաբաղյան շարժումը շարունակելու շրջանակում չի եղել, արդյոք նման բացատրություն է ներկայացվել Բաքվի կողմին, եթե այո, դուք ինչպես եք վերաբերվում դրան, այսինքն նորմալ է, երբ Հայաստանը իր ներքաղաքական կյանքը քննարկում է Բաքվի հետ, սա արդյոք նվաստացուցիչ չեք համարում պետականության տեսանկյունից։ Նախ ես եմ Արմեն Գրիգորյանին հանձնարարել, որպեսզի Ադրբեջանի իր գործընկերոջ հետ քննարկի կա արդյոք հետաքրքրություն, այսինքն շոշափիդման հանդիպման անհրաժեշտություն կա, թե ոչ։ Երկրորդը մենք եւ Ադրբեջանի փորձագիտական եւ Հայաստանի փորձագիտական շրջանակներում մենք տեսնում էինք որոշակի միտումներ, որոնք կարող են սրել իրավիճակը եւ մենք ինչպես եւ պարտավոր ենք զբաղված ենք իրադրության կառավարման։ Մենք ոչ մեկին ոչ մի բացատրություն չենք տվել, մյուս կողմից դիվանագիտական հիմնական աշխատանքը աշխարհի բոլոր երկրների հետ հենց հիմնականում դրա մասին է, կողմերը իրենց դիրքորոշումները իրար համար պարզաբանում են եւ մտահոգությունները իրար համար պարզաբանում են։ Այսինքն որ ցանկացած X2 երկրի ներկայացուցիչ, որ հանդիպում են, ինչ են անում։ Իրար առաջ հարցեր են բարձրացնում, դիրքորոշումները պարզաբանում են, որպեսզի այդ դիրքորոշումները երրորդ կողմերի կամ մամուլի կամ այլ միջոցների միջոցով չստացվեն։ Այսինքն դա այն ինչ որ դուք անվանում եք նվաստացուցիչ, ոչ մեկը ոչ մի բանի բացատրություն չի տալիս, բայց բոլոր առանց բացառության բոլոր բանակցությունները աշխարհի բոլոր երկրների բանակցությունները բոլոր երկրների հետ հենց դրա մասին են։ Միմյանց դիրքորոշումները, ռազմավարությունները, պլանները եւ միմյանց մտահոգող հարցերը բարձրացվում են։ Ինչու՞ միայն այդ հարցերը, այդ թվում անազատության մեջ գտնվող անձանց հետ կապված հարցեր են բարձրացվել, այդ թվում սահմանային իրադրության կառավարման հետ կապված հարցեր են բարձրացվել, տասնյակ հարցեր։ Այսինքն այն ինչ որ մենք բոլոր հարևանների հետ քննարկում ենք առանց բացառության։ Այսինքն տարբեր հարևանների հետ տարբեր ֆորմատներ կան քննարկելու։ Հիմա ընտրությունների գիշերը ես հեռախոսազրույց եմ ունեցել Վրաստանի վարչապետի հետ եւ քննարկել ենք ամենատարբեր հարցեր, տնտեսական, քաղաքական եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն այդ է դիվանագիտությունը, որ դու հաղորդակցվում ես մարդկանց հետ։ Դիվանագիտության բացակայությունը հաղորդակցության բացակայություն։ Մենք մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք, բայց մյուս կողմից մենք ամբողջ աշխարհում ենք այդ թվում ընտրությունների քաղաքական հետևությունները եւ ընտրությունների հետևող ռազմավարությունները բոլոր մեր միջազգային գործընկերների առանց բացառության իսում։ Եվ դա նորմալ պրակտիկա է, շատ նորմալ պրակտիկա է։ Այսինքն, երբ որ դուք ասում եք դա նվաստացուցիչ չի, դա ես հիմա որ թարգմանում եմ, կարող ինչի է այսպես, իսկ պետությունը նվաստացուցիչ է, թե չէ։
որտեղ բոլոր պետությունները զբաղվում են առանց բացառության բոլոր պետությունները զբաղվում են հաղորդակցությամբ իրենց հարևանների եւ միջազգային գործընկերների հետ։ Այդ որ այդ թեմաները քննարկում են աշխարհի մյուս հատվածների հետ եւ միշտ քննարկում են, դա նվաստացուցիչ չի։ Երբ որ Ադրբեջանը մեզ է պատերազմը որ կարող է լինել եւ կարող է որ կարող է լավ է որովհետեւ երբ կարող է Ադրբեջանը մենք այդ թեմաները մենք չենք նրանք ովքեր դերել են եւ նպատակով են տարածաշրջանային իրավիճակը նորել որպես նրանք մարիոնետ են նրանք ձեռքերում տարածաշրջանային իրավիճակը աշխատել չդարվի եւ մենք աշխատել ենք որ չդարվի եւ չի դարվել Հաջորդ հարցը ինչպես նախորդ